Դե ինչ ելին շարունակ մի առավոտ լուսով վիքենդը, իսկ հիմա պետք է մեծ սիրով ներկայացնենք մեր այսօրվա հաջորդ հյուրերին, ովքեր մեր տաղավարում են ու որոնց կարծես թե մենք շատ էինք կարոտել։ Մեր տաղավարում են Արթուր Կարապետյանը եւ Սաթենիկ Հախնազարյանը, դերասաններ, բարի լույս եւ շատ գեղեցիկ ընտանիք, զույգ, որ եթե չեմ սխալվում, արդեն 37 տարի է միասին են։ Եվ հետաքրքիր է գաղտնիքը, ինչով է պայմանավորված, որ 37 տարի միասին համատեղ կյանքով ապրում եք ու այսքան երիտասարդ ու գեղեցիկ համահունչ։ Եվ միևնույն ժամանակ համատեղության գաղտնիքը 37 տարվա։ Դե մենք պրակտիկանտներ ենք, էլի ուզում ենք գաղտնիքն իմանանք, որ մենք կարողանանք պահպանվել։ Եթե իմանայի։ Եթե իմանայի։ Բայց թվերը ճիշտ գիտենք 37 տարի։ Թվերը ճիշտ գիտեք։ Եվ ավելի, պլյուսով։ Մի քիչ ավելի։ Մի քիչ, մի փոքր։ Առանձնապես մեծ գաղտնիք չկա, չգիտեմ, երևի ամեն ինչի հիմքում միասին նույն ուղղությամբ նայելն է երևի։ Հեշտ ենք ասում, բայց ամենաբարդ բանն է կարծես թե միասին մի ուղղությամբ նայելը։ Կամ համոզել, որ քո նայած ուղղությունը ավելի ճիշտ է, կարողանալ համոզել։ Իսկ ով է հաճախ համոզում։ Իսկ ով է հաճախ համոզում։ Ով է հաճախ ով ասաց նայել համոզում։ 37 տարի առաջ վերադառնանք փոքր ինչ, sense շատ փոքր, այսպես հիշողության գիրք ընկնելով վերադառնանք շատ հեռու չէ, ընդամենը 37 տարի հետ։ Ինչպես եղավ ամեն դեպքում այդ կարևոր օրվա նախ միասնության հետ կապված, հա, ու նաև արդյոք առաջին ներկայացումը, միևնույն այս հարցը ինձ շատ հետաքրքիր է, դրա համար եմ ուզում հնչեցնել, թե որն է եղել առաջին ներկայացումը, գուցե հենց այդ առաջին ներկայացումից է ամեն ինչ սկսվել, կամ գուցե ավելի վաղ։ Մենք միասին կուրսային ներկայացումն ենք, նույն կուրսում էինք սովորում, ներկայացումը կոչվում էր «Ոյ իմ կորած 50 ոսկին», հիմա ես կարող եմ ասել «Ոյ մեր կորած 37 տարին»։ Այդ ներկայացման ժամանակ մի օր երբեմն Իմիջիալոց դա կարելի է այստեղ բան ճշտում անել, որ դա հայկական առաջին շատ կարևոր մեկ գործողությամբ պիես էր Թիֆլիսահայերի կյանքից այդ օրը ուսանողներ, որոնք քիչ ազատ կյանքով էին ապրում, նկատի ունեմ մեկ իրենց թույլ էին տալիս ներկայացումից առաջ մի քիչ համարձակության համար, բայց իմ համարձակության համար մի քիչ շատ էր պետք եկել ու քունը ստանում էր մինչև ներկայացում, ասեցի շատ կարող եմ գլուխս դնեմ ոտքերիդ ու քնեմ ուղղակի, ասում նայեց թարս, ինքը մինչև նայեց թարս, ես արդեն դրել քնել էի, հետո արթնացա ու ասեցի մենք պիտի ամուսնանանք ու այդ է եղել։ Եթե պատմությունը ես պատմեի լրիվ հակառակը, որովհետև ես հաստատ թույլ չեմ տվել, որ գլուխը դնի, բայց ոչինչ, որ ասում է համաձայն եմ։ Բայց շատ գեղեցիկ է եղել ամեն դեպքում։ Շատ։ Լավ, առավոտյան արթնանում ենք և ինչպես է սկսվում ձեր գեղեցիկ ընտանիքի առավոտները։ Ինչ ռիտուալ կա, որ միշտ այս տարիների ընթացքում պահպանվել է ու դա այսպես ավանդույթ է դարձել։ Սուրճ ենք խմում։ Սուրճ։ Այդ ամենակարևորն։ Ամենակարևորներից մեկը ջուր, հետո սուրճ։ Իսկ երբ որ միասին թեկուզ հենց առավոտը սկսվում է կամ օրվա ընթացքում, երբ որ նորից բարեբախտաբար այնպես է ստացել, որ տանն եք, արդյոք աշխատանքի մասին խոսակցություններ լինում են թե ոչ, կամ քննարկումներ։ Որովհետև սովորաբար միասին աշխատող մարդիկ նաև խոսում են տանը աշխատանքից։ Անհնար չի լինի, անշուշտ լինում է։ Աշխատանքը մեզ մոտ այդ սահմանը կյանք եւ աշխատանք մի քիչ շատ բանը գրեթե չկա, որովհետև մեր աշխատանքը դարձել է մեր կյանքը։ Ես չեմ համարում, որ մենք գնում ենք թատրոն աշխատելու։ Դա մեր կյանքն է, մեր կյանքի ոնց են ասում, շարունակությունն է։ Օրվա մի պահը եւ ընդհանրապես մեծ պահը, որ դու ապրում ես աշխատանքում։ Տանը թատրոնում տան խնդիրներից այդ սահման չկա։ Երբ պատահի, ոնց պատահի, այսպես այդ խոսակցությունները շատ խառն են։ Հենց բան չկա, որ գնանք թատրոնից գնանք տուն, խոսենք թատրոնից։ Գուցե ճանապարհն է նույնիսկ ստացվում։ Լինում է եւ ճանապարհին, ինչու ոչ։ Այդպես էլ է լինում։ Դա քննարկումների։
Դա որպես քննարկումներ, իսկ քննադատությունների հարցում, եթե ներկայացում է ու Այդ հաճախ ես միշտ երազում եմ, որ դա չսկսվի ճանապարհին, որովհետև երբ որ հանկարծ թատրոնից տուն գնալու ճանապարհին է սկսվում, երբեմն ձայների բարձրությունը անկառավարելի է դառնում։ Իսկ ով է հաճախ քննադատում։ Հիմա լսենք։ Հետաքրքիր է։ Մենք մեր բանկացիները կարծես ունենք, բայց մեզ հետաքրքիր են ձեր պատասխանները։ Ես ցույց ինքն էլ ցույց կտայի ինձ բնակվում։ Ես սովորաբար լռում եմ, ես շատ զուսպ տղամարդ եմ եւ կարծիքը շատ ազգադեպ եմ հայտնում կնոջս խաղացած դերերի մասին, բայց ինքը ավելի սրտացավ է, ինքը միանգամից ասում է ինձ, որ ես շատ արագ շտկեմ իմ բոլոր սխալները։ Իհարկե կատակակատակ, բայց դե նույն գործն ենք անում, նույն կյանքն ենք ապրում, եթե կյանքում տեսնես մեկ ինչ-որ մի բան, մի ներկայացման մեջ ենթադրենք մի շեշտ սխալադրել, բնականաբար պիտի ասես, որ սա գիտես ինչ է շեշտը հայերեն չէր։ Իրականում շատ լուրջ ենք վերաբերում աշխատանքին, կատակը կատակ, հումորը հումոր, բայց անպայման մեկս մյուսին Երևի ամենաօբյեկտիվ, կարծում եմ ամենաօբյեկտիվ քննադատողը եւ գնահատողը մենք երկուսս ենք մեկս մյուսին եւ փորձում ենք օգնել, օգտակար լինել եւ եթե թերություն տեսնում ենք անպայման ասում ենք, որպեսզի կարողանանք շտկել, Անկեղծ ասած ներկայացումից հետո եթե սատիկը ունի քննադատելու ինչ որ բան, ես սկսում եմ շատ վախենալ, որտեւ ես վստահ եմ, որ դա իրոք այդպես է, սա անկեղծ եմ ասում, ես ինչ որ բան ճիշտ չեմ արել։ Անկամ եթե ես ներկայացումից հետո հիացած եմ ինձնով, ուրախ եմ, որ ոչինչ բան չեմ արել, եկե որ նայում հայացքին, զգում եմ, որ ինչ որ բան այնտեղ եռում է ու պիտի դուրս գա։ Ճիշտ հակառակը, որովհետեւ եթե դու չունենաս այդ զգոն լինելու եւ օբյեկտիվ գնահատելու կարողությունը, եթե դու կորցնես այդ կույր սերը եւ եթե քո ամուսինն է կամ քո կինն է ինչ որ անում է, ուրեմն լավ է անում եւ չփորձես ինչ որտեղ օգտակար լինել եւ ասել որ այ այս մի կետում էս մի տեղը դու վատ բան արեցիր կամ սխալ արեցիր կամ գուցե փորձես այս տեսակ ներկայացնել կամ այս տեսակ մոտեցում, եթե դա չլինի, չի լինի նորմալ, կլինի անիմաստ, այսինքն չհարգել։ Ես ավելի շուտ ոչ թե չսիրել, այլ չհարգել մեկը մյուսի գործունեությունը, աշխատանքը։ Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում շատ ներկայացումներ եք միասին ունեցել, բայց ամենատպավորվածը ո՞րն է, որ այսպես միշտ հիշվում է ամեն դեպքում ու իր կարևոր տեղն ունի ձեր հիշողության մեջ։ Չգիտեմ, երևի նույն բանը պիտի ասենք։ Երբ որ երկուսով էինք բեմում, ուրիշ որևէ խաղանքեր չունեինք, ներկայացումը կոչվում էր ամեն տարի նույն օրը։ Bernard Slade։ Եվ մեկս մյուսին կողքից չէինք նայում, որպեսզի սխալները տեսնենք։ Ու հետո թե ներկայացման ժամանակ ով ինչ էր արել ու ոնց էր արել, այդտեղ շատ հետաքրքիր էր, ինչ լավ է, որ ձեր տեսախցիկը չի ֆիքսել այդ պահերը, թե չէ։ Սկսվում էր լրիվ այլ ներկայացում։ Ամեն անգամ տարբեր է, հրաշալի ներկայացում էր։ Շատ բարդ է կնոջը հետ խաղալ երկուսով։ Ուզում էի հասնել իսկապես շատ բարդ է, հավատացեք։ Նաև շատ պատասխանատվություն, որովհետև անկախ հիմա այդ ինչ-որ մենք այսպես թեթև երանգների մեջ կիսահումորային տոներով նկարագրում ենք այդ իրավիճակը, բայց նաև պատասխանատվությունն է շատ մեծ, որովհետև երկուսս էլ մեկս մյուսիս համար պատասխանատու ենք եւ ուզում ենք, որ չենք ուզում, որ որևէ մեկը ներկայացման ընթացքում հանկարծ մի փոքր մի սխալ, մի սայթակում մի բան լինի։ Շատ լարված ենք լինում ներկայացումից առաջ։ Անկեղծ ասեմ, կյանքումս ես որևէ ներկայացման փորձ այդքան չեմ արել ներկայացումից առաջ, որքան այդ ներկայացմանը, որովհետև մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի։ Եվ միշտ ներկայացումից առաջ ինչքան որ խաղայինք, անպայման փորձ էինք անում, ինչը որ ես շատ սիրում եմ եւ գնահատում եմ եւ գտնում եմ, որ դա շատ կարեւոր բան է։ Հետո էլի ենք խաղացել իհարկե երկուսով, որ մենակ ենք եղել բեմում, բայց երևի լավագույնը դա էր։ Հետաքրքիր օրինակ, կա մի ներկայացում, որ կուզենայիք միասին խաղայիք։ Կամ եթե արդյոք կա այդ ներկայացումը, ապա որ կերպարները կլինեին դրանք։ Համարենք, մեզ հիմա դիտում են ինչ-որ ռեժիսորներ, կամ ինչ-որ մի թատրոնի կամ ֆիլմի, գուցե թատրոն ներկայացում շնորհիվ դա երազանքի մասին մի բարձրաձայն իր ժամանակի շուտ կարող է չստացվի, կա այդպիսի գործ, որ ես վաղուց երազում եմ, բայց դեռ չենք հասել այդ տարիքին, կհասնենք ու հաստատ միասին ես կարծում եմ բան կանենք, կփորձենք դա։ Всё, խոստացել ես, հենց հասնենք այդ տարիքին ստուգելվի եմ։ Ոնց որ թե մոտենում ենք այդ տարիքին։ Մենք էլ ենք հետևելու, հենց այդ գեղեցիկ օրը գա, հասունանա,
սիրով կսպասենք մեր տաղավարում, որպեսզի կարողանանք լուսաբանել։ Առաջ Աստված։ Մենք այսօր շատ ենք խոսել Իրանել Քփաստի գրականությունից, պոեզիայից, վերջին շրջանում վարպետը նաև պոեզիայի շրջանակներում շատ հետաքրքիր երեկոներ է ունենում։ Այսօր նույնպես, եթե չեմ սխալվում։ Այո, Հրազդանի դրամատիկական թատրոնում ունենք շատ հետաքրքիր գրական երաժշտական երեկո, որ կոչվում է Ձեռքը դուր թռչենք։ Պես է, ես այն կարծիքին եմ, որ դա իմ անձնական կարծիքն է, գուցե շատ մարդիկ ինձ հետ համաձայն չլինեն, մենք ունենք համաշխարհային մակարդակի պոեզիա։ Մենք ֆանտաստիկ պոետներ ունենք, ունենք եւ դեռ կունենանք։ Մարդիկ քիչ են կարդում ու լավ չեն ճանաչում մեր պոետներին, որովհետև այդ պոեզիայի մեջ տողատակ խտացված է ֆանտաստիկ միտքը եւ տողատակը։ Շատ խորը տողատակով պոեզիա ունենք եւ թատրոնում միշտ չի, որ քեզ հնարավորություն են տալիս ասելու այն, ինչ դու զգում ես, ինչ դու մտածում ես, ինչ դու տեսնում ես, այս կյանքը ուսումնասիրելով, իսկ պոեզիայի մեջ կա դա։ Ինչով է դա ինձ հետաքրքիր, որովհետև ես փնտրում գտնում այդ տողերը, որը ես կուզեի բեմից, որպես մտավորական, որպես դիրքորոշում ունեցող մարդ արտահայտել։ Եվ այն կոմպոզիցիան, որ ես հավաքում պատրաստում եմ, հիմնականում իմ սիրած, իմ հոգեհարազատ տողերն են, պոեզիան, մտքերն են, տողատակերն են, որոնք ուզում եմ փոխանցել հանդիսատեսին։ Իդեպ ինձ հետ հանդես են գալիս նաև երկու ֆանտաստիկ երաժիշտներ, դաշնակահար Կարեն Անանյան եւ թավջութակահար ջազ երգչուհի Արփենիկ Հակոբյան, երկու ֆանտաստիկ երաժիշտներ, որոնց հետ ես ինձ զգում եմ ոնց որ ասեմ ձուկը ջրում։ Պոեզիան նաև ոչ միայն բացում է մարդու աչքերը, այլ մարդուն նաև ավելի բարի է դարձնում։ Մենք այսօր բարության պակաս ունենք, մենք այսօր այսինքն մենք չէ, ամբողջ աշխարհը այսօր սիրո պակաս ունի։ Եթե սիրո պակասը չլիներ, այդքան արկեր, հրթիռներ, փամփուշտներ ոչ կկրակվեին, ոչ էլ կպայթեին, ոչ էլ ամեն մարդիկ կզոհվեին։ Այդ գալիս է նրանից, որ մեր մեջ ինչ-որ մի բան քարացել է, մենք կարծես թե ամբողջ աշխարհը մտել է հեռախոսի այդ քառակուսի այդ տուփիկի մեջ ու այս գadgetները եւ զոմբիացել է մարդ, մենք չենք ապրում իրական կյանքով, մենք ապրում ենք ինչ-որ վիրտուալ իրականության մեջ, վիրտուալ հարաբերություններով, որ ես քեզ սիրում եմ ասելու փոխարեն սմայլի կյանք ուղարկում, չէ՞ որ սրտի կամ չգիտեմ ինչ բան։ Այդ մենք դարձել ենք բան ոչ կենթանի, իսկ պոեզիան մարդու մեջ արտնացնում է այդ թրթիռը։ Պետք է ժամանակ գտնել սիրելու, ժամանակ գտնել իր այդ շփվելու, իր աչքերի մեջ նայելու, այս sense ձեռքը բռնելու, թեկուզ սեղմել եւ ցավացնելու։ Հին մարդիկ են։ Հին մարդիկ չէ, ինչի, բայց օրինակը դասական է, կամ ինչ-որ մեկը գլուխը դնելու ամուսնանալու։ Ժամանակ որ կվերադառնան եւ դա Աստված, որ իսկապես վերադառնան այդ ամեն ինչին, ջերմ իրական շփումի պակաս իսկապես շատ կա։ Ոնց էր ասում Սևակին, երբ մի օր մարդը մարդ դառնալու, չէ, երբ գալու են օրը մարդը մարդ դառնում, մենք ինչու հեռացել ենք մարդուց։ Հասրեցինք ոնց որ ու հեռացան։ Լավ, եթե այսօր էլ չհասցնեն մարդիկ Հրազդան այցելելու, գալու, արդյոք կլինի եւս մի հնարավորություն այս պոեզիա երեկոն, որպեսզի բաց չթողնի։ Դրանք լինելու են պարբերաբար ոչ միայն Հրազդանի դրամատիկական թատրոնում, այլ նաեւ ուրիշ տեղում ես այս պահին որոշակի ոչինչ չեմ կարող ասել, հաջորդի մասին Elitես խոսում ենք հեռախոսից, հիմա պիտի ասեմ, իմ Facebook-յան էջում կարող եք տեսնել, չէ։ Ուզած թե չուզած, բայց երբ որ դա իօգուտ է ծառայում։ Այո, իսկ երեկոներ լինելու են, անպայման լինելու են, ու ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր դաշտում կան բազմաթիվ նմանատիպ երեկոներ, իմ գործընկերները տարբեր սրահներում կան պոեզիա երաժշտություն հնչում է եւ դա ինձ շատ է ուրախացնում, այստեղ ես սա չեմ դիտում որպես մրցակցային դաշտ, ընդհակառակը ես սա դիտում եմ որպես բան, ուրախանում եմ, որ ինչքան շատ այնքան լավ, ինչքան շատ լինեն նման միջոցառումներ, այնքան շատ մարդ կդիտի եւ կմաքրվի։
Մենք այսօր արդեն խոսել ենք Վարշամ Գևորգյանի եւ Արևիկ Գևորգյանի հետ, նրանք նույնպես այսօր ելույթ ունենալու պոեզիայի երեկոյով, հետարքիր երաժշտական լուծումներով նույնը Հրազդանի դրամատիկական թատրոնում բանը ասում, որ չեմ կարող ներկա լինել, բայց հաջողություն եմ մաղթում իրենց էլ այսօր։ Մենք էլ ձեզ ենք հաջողություն մաղթում եւ հաջորդիվ պետք է ուշադիր լինենք Արտուր Կարապետյանի պաշտոնական էջերին, հետեւելով, որ բաց չթողնենք մյուս պոեզիայի երեկոները։ Եկեք անդրադառնանք այնուամենայնիվ գրականությանը, գրքերին, ինչ գիրք խորհուրդ կտաք եւ ինչ եք ընթերցում դուք հիմա։ Եվ կարծում սա հրաշալի հարց է եւ նաեւ խորհուրդ կլինի մեր հեռուստատողներին, որպեսզի ժամանակ առ ժամանակ այս գadgetներից կտրվեն։ Ինչ վերաբերում է ինձ հիմա, ես անկեղծ շատ եմ կարդում Սասունցի Դավիթը հիմա։ Եվ շատ հարցերի պատասխան, շատ խնդիրների եւ շատ հարցերի պատասխան գտնում եմ նաեւ մեր էպոսի մեջ։ Ես անընդհատ այն ինչ որ կարդացել եմ, այն ինչ որ գիտակցել եմ, այն ինչ որ հասկացել եմ, արդեն բավականին երկար ժամանակ է, մոտ մի 2 տարի անverջ դրա մեջ եմ։ Անընդհատ կարդում եմ եւ անընդհատ տողատակ։ Սասունցի Դավթի մեջ մենք շատ բան կարող ենք գտնել եւ շատ հարցերի պատասխան կարող ենք գտնել եւ կարող ենք շտկվել եւ կարող ենք առաջ գնալ։ Իմ կարծիքն եմ ասում։ Ես կոնկրետ հիմա շատ անդրադառնում եմ էպոսին մեր։ Հրաշալի։ Իսկ դուք Ես կարող եմ ասել, որ ես վերջին 10 ամսվա իմ սեղանի գիրքը Նարեկացին է, որովհետև որքան կարդում ես, որքան խորանում ես, այնքան տողատակերը բացվում են։ Նարեկացին անսահմանը, Նարեկացին տիեզերականը։ Ինչքան ասում է աղբյուրից խմում ես, էլի խմել ես ուզում։ Անդադար։ Ժամանակին որ կարդում ես շատ բաներ չի հասկանում։ Հիմա էլ չասեմ, որ ամեն ինչ հասկանում եմ, բայց անընդհատ ամեն անգամ այս գլուխը մեկ անգամ վերընթերցելիս ինչ որ բան, ինչ որ տող, ինչ որ միտք նորից բացվում է եւ խաղաղություն է գալիս ներսս։ Ամեն դեպքում մենք շատ կարեւոր է այսօր։ Երկու բացառիկ օրինակներ։ Երկու բացառիկ օրինակներ նույնպես ունեցանք։ Սասունցի Դավիթ, Նարեկացի։ Եթե չընտրեիք ամեն դեպքում դերասանական մասնագիտությունն ու ուղին, ապա ինչը կլիներ ըստ ձեզ։ Այդ եթե շատ կարևոր հա։ Եթե չլիներ լավ էս ուղին։ Չգիտեմ։ Ապա ինչ մասնագիտության մեջ եք դուք ձեզ տեսնում։ Ես կարող եմ ասել, ես գիտեմ։ Ձեզ եմ մտածում։ Իսկ դու գիտես։ Ես ճիշտ ասած շատ սիրում եմ ճշգրիտ ոլորտը, Հա, որովհետև ինքը դպրոց է, թեքումով դպրոց է ավարտել Արտուրը։ Ճշգրիտ թեքումով։ Բայց որ սիրահարվեցի թատրոնին ու մոռացա ամեն ինչ։ Հիմա ոչ մի բան չեմ հիշում, բայց ինձ շատ է հետաքրքրում ու ես մտածում եմ, որ եթե ես հանկարծ այնպես պատահի որ ես շարունակեի նույն ուղղությամբ, չեմ կարծում, որ իմ կյանքը անհետաքրքիր կլիներ։ Ես երևի ժուրնալիստ էի ուզում։ Ամեն դեպքում կապված տենց մասսայական ինչ-որ բաների։ Իրավաբան։ Իրավաբան։ Մտածում էի իմ մասին, որ ես անպայման կդառնամ, բայց չէ։ Դարձային ինչ-որ է, այդ եթե շատ որոշիչ է։ Ես մեր մասնագիտության մասին ունեմ շատ բան կարծիք, որ ինքը աշխարհի ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, որտեղ ինքը մասնագիտքը մարդու մասին է։ Մասնագիտություն մարդու մասին։ Մասնագիտություն մարդու մասին, այո։ Մարդու մենք ուսումնասիրում ենք մարդուն։ Լավ դերասանները, ռեժիսորները, այսպես թատրոնի մարդիկ, փոքրիկ իրենց տեսակի մեջ նաև հոգեբաններ են, չէ, վերլուծություններ են։ Շատ բարդ ու շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Ու չգիտեմ, եթե նորից ընտրություն անեի, երևի նորից կընտրեի այս մասնագիտությունը։ Բայց միևնույն ժամանակ շատ բարդ եւ շատ հոգուտ կպնող, երբեմն ցավ պատճառող, շատ հաճախ ցավ պատճառող եւ կախվածություն ունեցող մասնագիտություն։ Դու պիտի նստես, ես գտնում եմ նաեւ այդ առումով մի քիչ բարդություն ավելի աշատանում, որ դու պիտի սպասես, ինչ որ մեկը քեզ պիտի հավանի, ինչ որ մեկը քեզ պիտի առաջարկ անի, ինչ որ մեկը ինչ որ այդ առումով նաև շատ բարդ։
Խնդիրներ շատ կան։ Այդ փայլը չի, որ վարակույրը բացվեց ու հանդիսատեսը տեսավ։ Չնայած հանդիսատեսի խնդիրը չի, դու ինչ կյանքով ես ապրել եւ ինչ խնդիր ես ունեցել այստեղ կուլիսներում։ Ինքը եկել է եւ պիտի տեսնի շոուն։ Բայց իրականում բարդ մասնագիտություն։ Բայց այնուամենայնիվ հանդիսատեսին միևնույն է հետաքրքիր է ինչպիսին է իրենց սիրելի արտիստները իրական կյանքում։ Ինչ նախասիրություններ ունեն, ինչ հոբբիներ ունեն։ Շատ սովորական։ Բացի նրանից ինչ տեսնում են բեմում, միանշանակ հետաքրքրված են ձեր անձնական եւ ներքին իրական կյանքով, այո, առօրյայով։ Ես շատ անկեղծ, գիտեք, չեմ ուզում շատ բաներ բացեմ։ Կան բաներ, որոնք պիտի մնան հանդիսատեսի աչքից դուրս, բայց հավատացեք շատ սովորական մարդիկ են։ Ինչ որ տեղ կա, որ դու պիտի թույլ չտաս, որ շատերը մտնեն։ Ես այդպես եմ մտածում, որովհետև կա քո մի մասնիկը, որ քեզ է տրված եւ դու իրավունք չունես եւ ես չեմ էլ սիրում եւ կարծում եմ Արտուրն էլ, որ այդ սահմանը ոչ թե չեմ հարգում իմ հանդիսատեսին կամ մարդկանց, բայց ամեն մեկս մեր կյանքում պիտի ունենանք ինտիմ ու փակ մի անկյուն, որը քոնն է, որ դու փոխհարաբերվում ես Աստծո, տիեզերքի, կյանքի մարդկանց հետ, դա քոնն է, ինչ որտեղ պիտի հանդիսատեսին, բայց մնացած բոլոր առումներով, հոգսերով, սովորական առօրյայով, սովորական կենցաղով, սովորական հոգսերով ինչ որ ապրում են բոլոր մարդիկ, այդ նույն հոգսերով ապրում են։ Զբաղմունք, որը որ Ես սիրում եմ շատ, ես բատիկայով մետաքսի վրա նկարել։ Այդ որ ներկը դնում ես ու գծում ես սահմանները, որ ինքը չանցնի կամ որ ինքը անցնում է, ես հիշում եմ, որ երբ որ սովորում էինք, ասում էին, ոչինչ դեֆեկտը պիտի էֆեկտ դարձնել, եթե այդ սահմանը անցավ ներկը, փորձեք դրա վրա աշխատել։ Իսկապես շատ սիրում եմ։ Ու ես սիրում եմ, որ ինքը աշխատում է, իսկապես, որտեղ ունի շատ հետաքրքիր զգացողություն։ Գույների հետ համադրությունն եւ այդ պատկերներ, որոնք, չգիտեմ, երևի ես 100 տարի մտքովս չէ։ Մետաքս լինի, մի տեսակ չեմ կարող ոչ մի սովորական բան, անպայման այդ մետակ, քանի որ սովորել եմ հենց դրա վրա, պիտի լինի ձեռքով եզրերը կարած ու սեն ձեռքով, բայց ահագին ժամանակա չեմ անդրադառնում, բայց ամեն օր մտածում եմ։ Հուսանք, որ մոտ ապագայում արդեն կանեմ։ Որպես վերջին հարց դիտարկենք, թե մոտ ապագայում ինչ կարելի է սպասել։ Կարծում եմ, որ երբ դա կլինի հունվարից հետո Արժևում ինչ որ պլաններ կան, բայց քանի չի դարձել իրականություն, ոնց որ պլանների մասին խոսել, ծիծաղեցնել Աստծուն, էլի, առաջ Աստված։ Ոնց կլինի։ Ասենք բլից հարցերին։ Անցնենք բլից հարցերին, սկսիր։ Ես սկսեմ։ Այո։ Դուք պատրաստ եք։ Այո։ Մենք էլ ենք պատրաստ։ Առավոտյան առաջինը ով է սկսում խոսել տանը։ Սատիկ։ Լավ։ Ակտիվ հանգիստ թե пассив։ Ակտիվ։ Պասիվ։ Աստված վերադառնալու ենք առաջին հարցին։ Անընդհատ կռիվ ենք անում, ան ճամփորդելու ժամանակ, որ գնում ենք ինչ, ասում եմ թող քնեմ, ասում եմ բայց չենք եկել քնելու համար, խնդրում եմ։ Բայց քնելը չի հանգստի տարբերակ օրինակ։ Բայց տանն էլ կարելի է քնել, եթե գնում ես ճամփորդության քնելը ո՞րն է։ Լավ, ամենասիրելի ներկայացումը։ Կոչվում է Չարենցի ուղիչ տունը, այնտեղ ինքը ֆանտաստիկ ներկայացում էր եւ շատ լավ նույնը կայի իսկապես եկել այդ չէի մտածել, եկել առիթ եղավ մի հատված նայեցի ու ազգացի որ շատ եմ կարոտում այդ ներկայացմանը, որտեղ թատրոնի ամբողջ խումբն էր եւ հիմա չկա խաղացան։ Չէ, հիմա չկա, վաղուց չկա, փառայող ներկայացում էր։ Այդ ներկայացումը ինձ համար եւ շատ թանկ էր ու շատ կարոտում եմ։ Սիրո արտահայտման ձեր ձևը, խոսքեր, ժեստեր, թե լռություն։ Եթե գործողությունով չի, որովհետև խոսքեր ու խոսքերի հետևում գործողություն չլինի արարք, նախընտրում եմ լռությունը։ Կարողացա միտքս տեղ հասցնել։ Լիովին, այո։ Դե շատ ակտուալ բան ասացիք։ Շատ խոսում են, բայց իրականում ոչ ոք չկա, միայն խոսում են։ Ինչ լավ եմ կողմից ես։ Բայց այնպես չի որ քեզ չի վերաբերում։ Մենք մենթալիտետորեն եւ այսպես կողքից չես զգում ենք իրար։ Սերը, կյանքը,
հարգանքը, այդ ամեն ինչը բացի խոսքերից լոռություն է սիրում եւ գործողություն արարք։ Ես այդպես։ Ձեր դեպքում Եթե նա այդպես է կարծում, ով է։ Ես։ Ով է ավելի շատ մոռանում տեքստը։ Արտուրը։ Բայց այդ երբ եմ մոռացել։ Հիշում ես։ Երբ որ իրար խաղում եւ ավելի շատ մոռանում է Արտուրը։ Երբ որ իրար հետ խաղում էինք, ես միշտ մոռանում էի տեքստը, որովհետեւ ես չէի կարողանում ապացուցել, որ ինքն է մոռացել տեքստը։ Լրիվ հակառակ, ճիշտ նույնն է հակառակ բaragայում։ Եթե 3 բառով նկարագրեիք ձեր ընտանիքը, ապա որոնք կլինեին այդ 3 բառերը, որոնք հենց ուղղակիորեն բնութագրում են ձեր ընտանիքը։ Լուրջ չեմ մտածել, գիտես, լուրջ։ Իսկապես չեմ մտածել այդ մասին, հետաքրքիր է, բայց որ 3 բառերից մեկը կլիներ սերը, դրանում կասկած չունեմ։ Մենք ամեն դեպքում ուրախության եւ անմիջականության ականատեսնել եղանք, այսինքն հենց ուրախ, սիրով լի եւ երրորդը հարգանք։ Ես միշտ կարևորում եմ, միշտ բոլոր բարականներում, ընտանիքներում, ամուսնու, կնոջ, երեխայի, ծնողի, ամեն դեպքում սիրուց բացի շատ կարևոր է հարգանքը։ Եթե դա չկա, մնացած բոլոր բառերը, մնացած բոլոր դրսևորումները սիրում եմ, դրանք սուտ են ինձ համար։ Մարդուն հարգելը, մարդ տեսակը հարգելը, գնահատելը։ Կարող չհամաձայնել, իսկապես չեմ կարող, որովհետեւ առանց դրա ոչինչ չկա փոխադարձ աշխարհում, ոչինչ չկա։ Ինձ համար։ Ոնց լրջացանք, շատ լրջացանք։ Չէ, շատ անմիջական ու անկեղծ զրույց ունեցանք, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մենք անհամբեր կսպասենք ձեր գեղարվեստական ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալուն։ Եւ ձեզ կսպասենք մեր տաղավարում հաջորդ անգամ արդեն։ Անպայման։ Այսօրվա երեկոյի համար, պոեզիա երեկոյի համար Հրազդանի դրամատիկական թատրոնում հաջողություն ենք մաղթում ու նաեւ կհետևենք հաջորդ արդեն ելույթներին, որպեսզի դրանք նույնպես բաց թողնենք։ Շատ շնորհակալ եմ, ու մենք բազեմ որ փորձ ու հետո փորձ արդեն ու պոեզիա երեկո, հետո երեկոն։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Բարի օր բոլորին։ Ձեզ նույնպես լավ օրվա շարունակություն, երեկոյան հաջողություն, իսկ մենք կունենանք երաժշտական դադար Եվ շուտով կվերադառնանք։ որպեսզի ձեզ հրաժեշտ տանք։